Ռուսական երկաթուղիները խորը ֆինանսական ճգնաժամի մեջ են։ 2025 թվականի տվյալներով ընկերության պարտքերը հասել են մոտ 4 տրիլիոն ռուբլու, ավելի քան 50 միլիարդ դոլարի։ Ընկերության բյուջեն կրճատվել է մոտ 20%-ով։ Այս երկաթուղային հսկան Ռուսաստանի կառավարությունից որոշել է օգնություն խնդրել, անգամ պատրաստվում է վաճառել Մոսկվայի կենտրոնի 62 հարկանի շքեղ երկնաքերը ու խոսվում է բեռների եւ ուղևորների սակագների բարձրացման մասին։ Հարավկովկասյան երկաթուղիները 2008 թվականից 30 տարով կոնցեսիոն կառավարման են վերցրել հայկական երկաթուղիները, բայց 2024 թվականին ընկերության հասույթը ընկել է ավելի քան 3.3 միլիարդ դրամով, մոտ 20%։ 4 տարում բյուջե վճարված հարկերը նվազել են 55%-ով, 5.8 միլիարդից դարձել է 2 միլիարդից մի փոքր ավելի։ Ուղևորափոխադրումը ինքնիրեն չի ծածկում։ Միայն 2024 թվականին երկաթուղին ստացել է ընդամենը 1 միլիարդ 27 միլիոն դրամ եկամուտ, բայց ծախսել է շուրջ 4.5 միլիարդ դրամ։ 3.5 միլիարդ դրամ բացասական տարբերությունը փոխհատուցել է Հայաստանի կառավարությունը, այսինքն մենք Հայաստանն է վճարում, բայց կառավարում են ռուսները։ Վերջերս վարչապետը հայտարարեց, որ ռուսներին խնդրել է վերականգնել երկաթուղու Երասխ Նախիջևան եւ Ախուրիկ Թուրքիա հատվածները։ Հարավկովկասյան երկաթուղու այս ծանր ֆինանսական եւ տնտեսական վիճակում, երբ Հայաստանին օդի պես պետք է երկաթուղին ամբողջ ծավալով գործարկել, շատ կարեւոր է հասկանալ, ով է որոշելու Հայաստանի երկաթուղու արագությունը, սակագինը եւ անվտանգությունը։ Պատասխանը պետք է լինի միանշանակ՝ Հայաստանը։ Սա ամենաճիշտ պահն է սկսել բանակցել ռուսների հետ, անել անկախ աուդիտ, գնահատել չկատարված պարտավորությունները եւ փուլային կերպով ազգայնացնել հայկական երկաթուղին։ Երկաթուղին պարզապես ռելսերի գիծ չէ, դա երկրի տնտեսության արյունատար համակարգն է, անվտանգային գործիք է եւ ինքնիշխանության իրական չափիչը։